Պարոն վարչապետ, ձեր թիմակիցները, կուսակցականները Աբովյանի հայտնվեցին աղմկահարույց պատմության մեջ, նրանցից մեկն էլ ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուի եղբայրն է, նրանց հետ կապված ամիսներ առաջ մամուլը տարբեր հրապարակումներ կար մամուլում, երբ ձեզ հարց ուղղվեց այդ մասին, դուք այդ process-ը առանց իրավապահների ուսումնասիրության որակեցիք մակուլատուրա, որը կարող են լրագրողները հանձնել իրավապահներին, հիմա ձեզ պատասխանատու չեք զգում, որ կանաչ լույս ըստ էության վառեցիք իրավապահների համար, ազդակ ուղարկելով, որ այդ անձիկ անձեռնմխելի են եւ տեղի ունեցածի համար նաեւ գուցե ձեր պատասխանատվությունը կա, որ իրենք ծեծում ու հարցնում են, պարոն վարչապետ։ Դա ձեր մեկնաբանությունն է եւ ցանկացած դեպք եւ նախկինում նշված եւ չնշված եւ հայտնի եւ որը կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա։ Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետքա չլինի, եւ ես չեմ հիշում, որ որևէ մեկը ձեր ասած դեպքով նշած լինի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետքա ծեծի ենթարկի։ Չէ, նկատի ունեմ, որ իրենց հետ կապված մամուլու մահազանգեր կար հնարավոր կոռուպցիոն դրվագների վերաբերյալ, դուք առանց ուսումնասիրության ասացիք դա մակուլատուրա է։ Հիմա ըստ էության ստացվում այնտեղ մեկը մյուսին մեղադրում է փողեր վերցնելու, չվճարելու, տարբեր այսպիսի պատմություններ են, որը ավելի խորքային են, մեկ տարուց էլ ավելի շատ։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի։ Դա հենց այդ կոռուպցիոն պատմությունների հնարավոր։ Ինչ կապ ունի դա կոռուպցիայի հետ, այսինքն երկու մասնավոր անձ իրար հետ ինչ որ հարց ունեն։ Դե Այսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն։ Մասնավոր անձը իրավաբանական անձի հետ, դրա պատասխանը իրավական process-ն է, պետք է։ Հնարավոր է հեռացվեն կուսակցությունից, պարոն վարչապետ, կուսակիցները ձեր Աբովյանի, Ավետ Կոնջորյան, Նայիրի Հակոբյան։ Բայց մեկը որ ծեծի համար է, մյուսին մեղադրում, մյուսը հայոյանքի։ Գիտեք ինչ, Հայաստանի բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին էլ չի նսեմացնում։ Չէ, նկատում եմ ձեր կուսակցության ներսում։ Կուսակցության ներսում քննարկում չկա, եթե իրավական process-ների ավարտից հետո, եթե կլինի, այդպիսի դեպքեր եղել են միջայլոց, երբ որ իրավական գործընթացը գնացել, իրավական գնահատականը հնչել եւ մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են, այնպես որ դա եթե նման իրավական։ Իսկ Հայկ Կոնջորյանի թեկնածության հարցը չի վերանայվի։ Ինչի պետք է։ Դե ընտանիքի անդամների հետ կապված պատմությունը։ Մարդը յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար եւ եթե այս պայդրությամբ չկա որևէ ինֆորմացիա, որ Հայկ Կոնջորյանը ասում են իր անունն է նաեւ հնչեցրել Ավետ Կոնջորյանը շատ հարցեր լուծելու համար, դրա համար։ Ես տեսանյութը չգիտեք ինչ ես չգիտեմ, ես չեմ տեսել, բայց դրա համար մեկ կուսակցությունը ունի ինստիտուտներ, վերահսկող հանձնաժողով, եթե դեպք լինի, վերահսկող հանձնաժողովը կքննարկի եւ կներկայացնի վարչության Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար